Դիաբետիկ ռետինոպաթիան զարգանում է շաքարային դիաբետ ունեցողների մոտ, վնասելով աչքի ցանցաթաղանթի անոթները։ Հաճախ անձը տեղյակ չի լինում իր հիվանդության մասին եւ հենց ակնաբույժն է ակնահատակի զննման ընթացքում հայտնաբերում փոփոխությունը բուժառուին ուղղորդելով էնդոկրինոլոգի մոտ։ Այս օրերին Հայաստանում է գտնվում ցանցաթաղանթի հիվանդությունների նեղ մասնագետ, հայտնի ակնաբույժ Լորան Կոջիկյանը, որը խորհրդատվություններ է անցկացնում բուժառուների հետ։ Տարիքային մակուլյար դեգեներացիան եւ դիաբետիկ մակուլյար էդեմը համարվում են ամենատարածված ցանցաթաղանթային հիվանդությունները։ Հայ գործընկերների հետ գործակցում ենք արդեն երկար տարիներ, կազմակերպում տարբեր վեբինարներ, բարդ դեպքերը միասին քննարկելու նպատակով։ Բժշկության մեջ փորձի փոխանակումը կարևոր դեր ունի։ Մեր այսօրվա խորհրդատվությունները այն պացիենտների համար են, ովքեր ունեն հենց դիաբետիկ ռետինոպաթիաներ, մակուլոդեգեներացիաներ, ինչպես նաև ուվեիտներ։ Պրոֆեսոր Կոջիկյանը նեղ մասնագիտացած է նման խնդիրների մեջ եւ մենք վստահ ենք, որ աշխարհում ամենանոր, ամենանուրբ հնարավորությունները, եթե կլինեն մեր պացիենտների համար, խորհրդատվության արդյունքում մենք այդ ինֆորմացիան ձեռք կբերենք եւ մեր պացիենտներին առավել ճիշտ ուղով, առավել նոր ուղով կուղղորդենք բուժման ընթացքում։ Բժիշկը ճանաչված է նորարարական վիրահատությունների իր փորձով, հատկապես ֆոտովոլտային ենթացանցաթաղանթային իմպլանտի տեղադրման ուղղությամբ։ Նա ընդգծում է, ժամանակին իրականացվող ճիշտ հսկողությունը եւ բուժումները կօգնեն խուսափել տեսողության լուրջ խնդիրներից, որոնցից շատերը ընթանում են առանց տեսանելի նշանների։ Դիաբետիկ ռետինոպաթիան դա խնդիր է ակնահատակում, որը բերում է տեսողության իջեցման, երբեմն կարող է լինել ճակատագրական ախտորոշում եւ տանել տեսողության գրեթե կորստի կամ կորստի, եւ շատ կարեւոր է դիաբետով պացիենտների ժամանակին հետազոտությունները, սկրինինգային հետազոտությունները ամենաուշը 6 ամիսը մեկ անգամ, նույնիսկ եթե պացիենտը որևէ գանգատ չունի։ Նա ընդգծում է, ցանկացած գանգատի դեպքում, օրինակ աչքերի առջև կայծեր, կետեր, բծեր կամ լողացող օբյեկտներ երևալիս, պետք է անհապաղ դիմել ակնաբույժի խնդիրը վաղ հայտնաբերելու եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։